Դեկտեմբերի 3-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը հայրապետական այցով Մայրաթոր Սուրբ Էջմիածնից մեկնեց Շվեյցարիա, ապա Ֆրանսիա։ Ժնևում վեհափառ հայրապետը Սուրբ Ներսես շնորհալի շքանշանով պարգևատրեց տիկին Անի Մեսրոպյանին, որը Ժնևի հայ համայնքի երկարամյա գործիչներից է։ Նորին սրբությունը գնահատանքի ջերմ խոսքերով կարևորեց տիկին Անիի եկեղեցասեր եւ ազգասեր ծառայությունը։ Մեր աղոթն ու բարեմաղթանքն է, որ Տերը ձեզ երկար, արևշատ, քաջառող կյանքի օրեր պարգևի, որ դուք շարունակեք ձեր օգտակարությունը բերել մեր զվիցերիո հայ համայնքային կյանքին։ Պարգևատրումից հետո հայրապետական կոնդակ հանձնվեց, որն ընթերցեց Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Խաժակ arczepiskopos Պարսամյանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գուսան Վարդապետ Ալջանյանը։ Նույն օրը պատվիրակությունը մեկնեց Ֆրանսիայի Մարսել քաղաք։ Պաշտոնական այցելության առաջին օրը տեղի ունեցավ նորին սրբության հանդիպումը Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի հետ։ Հայրապետական այցի ժամանակ նորին սրբությանը ուղեկցում էր Սուրբ Էջմիածնի միաբանական պատվիրակությունը, որի կազմում էին Գարեգին I կրթական կենտրոնի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայրաթորի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը եւ կաթողիկոսական հանձնակատար Գրիգոր Աբեղամինասյանը։ Մարսելում Սուրբ Էջմիածնի գահակալին եւ պատվիրակությանը միացավ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը։ Պաշտոնական ընդունելությունը կայացավ Մարսելի քաղաքապետարանում։ Վեհափառ հայրապետը եւ քաղաքապետ Պայանը հանդիպմանն անդրադարձան քաղաքի կյանքում հայ համայնքի դերակատարությանը։ Սա Բենուա Պայանի եւ հայրապետի առաջին հանդիպումը չէր։ Այս տարի մայիսին Մարսելի քաղաքապետը այցելել էր Հայաստան, պատվիրակության հետ հյուրընկալվել նաև Մայրաթորում։ Դեռ այդ հանդիպմանը վեհափառ հայրապետը կարևորել էր հայ-ֆրանսիական բարեկամությունը, արձանագրել, որ հայոց ցեղասպանությունը վերապրած մեծ թվով հայորդիներ ապաստան են գտել նաև Մարսել քաղաքում, որտեղ կազմակերպել են իրենց ազգային հոգևոր կյանքը եւ օգտակար ներդրում ունեցել իրենց ապաստանած երկրի կյանքում։ Հայ համայնքի եւ ազգային կառույցների ներգրավվածությունը քաղաքի զարգացման գործում կարևորել էր նաև Մարսելի քաղաքապետը եւ հավաստիացրել հայոց հովվապետին, որ անհրաժեշտ ջանքերը կգործադրվեն հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ։ Մարսելում հանդիպումից հետո պաշտոնական հայտարարության մեջ իր սոցիալական հարթակներից մեկում Բենուա Պայանը մեկ անգամ եւս հայտարարեց. Մարսելը Մարսել չէր լինի առանց հայերի, վերահաստատելով, որ հայ համայնքը մշակութային եւ պատմական խոր հետք է թողել քաղաքի կյանքում։ Նույն օրը երկու այլ պաշտոնական այց տեղի ունեցավ։ Նորին սրբությանն ընդունեց Մարսելի շրջանային խորհրդի նախագահ Ռենո Մյուզելյեն։ Այնուհետև ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ պատվիրակությունը մեկնեց Բուշ-Դյուրոն դեպարտամենտի նահանգային խորհրդի նստավայր։ Այստեղ վեհափառ հայրապետն առանձնազրույց ունեցավ նահանգային խորհրդի եւ էքս-Մարսել Պրովանս մետրոպոլի նախագահ Մարտին Վասալի հետ։ Տիկին Վասալը Ֆրանսիայի հայասեր գործիչներից է, որը բազմիցս հանդես է եկել կոչերով հանուն Հայաստանի եւ Արցախի անվտանգության, պատերազմական եւ հետպատերազմական շրջանում հանուն արցախահայության իրավունքների։ Դեպարտամենտի շենքում տեղի ունեցած պաշտոնական արարողությանը նորին սրբությունը եւ տիկին Մարտին Վասալը միմյանց խորհրդանշական նվերներ փոխանցեցին։ Արարողությունից հետո տիկին Վասալի ուղեկցությամբ նորին սրբությունը մեկնեց Մարսելի Դենիզ զբոսայգի։ Տարածքի մի մասն այժմ կոչվում է Հայաստանի այգի։ Այն ներկայացնում է հայկական մշակույթն ու պատմությունը եւ կարևոր նշանակություն ունի ֆրանսահայ համայնքի համար։ Այգու բացումը տեղի է ունեցել ամիսներ առաջ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդի օրհնությամբ։ Այստեղ նորին սրբության եւ դեպարտամենտի նահանգային խորհրդի նախագահի հետ էին նաեւ Ֆրանսիայի հայոց թեմի թեմական խորհրդի նախագահ Ռիշար Ղազարյանը եւ թեմական պատգամավորական ժողովի նախագահ
Ժիլբեր Տերտերյանը։ Տիկին Մարտին Վասալը կիսով չափ հայ է։ Nous avons voulu, dans le cadre de cette reconnaissance, Նպատակ ունեինք այս դեռնարկով հարգանքի տուրք մատուցել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին եւ ցեղասպանությունն ընդունած երկրներին։ Ահա թե ինչու Հայաստանի այգում 35 կամար կա։ Դրանք զարդարված են վարդերով, ծիրանենիներով, նռնենիներով եւ ձիթենիներով, որոնք մեզ հիշեցնում են մեր արմատների մասին։ Մենք իրավունք չունենք մոռանալու մեր ազգային արմատները, դրանք պետք է փոխանցել մեր հետագա սերունդներին եւ շնորհակալ լինել մեր ծնողներին, որոնց ջանքերով կարողացանք պահպանել մեր ինքնությունը եւ ամբողջությամբ ներգրավվել ֆրանսիական հասարակության մեջ։ Բազմիցս եմ պատիվ ունեցել հանդիպելու վեհափառ հայրապետին։ Մեր վերջին հանդիպման ժամանակ ասացի, որ նպատակ ունենք Մարսելում խորհրդանշական մի ձեռնարկ սկսել, քանի որ այստեղ ապրում են մեծ թվով ծագումով հայեր։ Եվ այսօր պատիվ է վայելել վեհափառի ներկայությունն այստեղ, ստանալ նրա օրհնությունը այս պարտեզում, որը հուշարձան է Բուշ Դյուրոնի տարածաշրջանում եւ Մարսել քաղաքում ոչ միայն մեր, այլ նաեւ մեր զավակների ու թոռների համար։ Հայոց հայրապետի հետ հանդիպման եւ շրջայցի կադրերով Մարտին Վասալը կիսվեց նաեւ իր սոցիալական էջերում, ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպումը անվանելով պատմական։ Դեկտեմբերի 4-ի երեկոյան Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը եւ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունը այցելեցին Մարսելի Սրբոց թարգմանչած եկեղեցի։ Հոգևոր դասը Նորին Սրբությանը դիմավորեց հրաշափառի երգեցողությամբ։ Արարողությանը մասնակցեցին բազմաթիվ ֆրանսահայեր, որոնք եկել էին հայոց հայրապետից օրհնություն ստանալու։ Սրբոց թարգմանչած եկեղեցում Նորին Սրբությունը հանդիպեց տեղի հայկական կառույցների ներկայացուցիչների հետ։ Գնահատանքով անդրադառնալով թեմակալ առաջնորդ Գրիգոր եպիսկոպոսի ծառայությանը, վեհափառ հայրապետը սրբազանին եպիսկոպոսական պանակե շնորհեց։ Հայկական եկեղեցում Նորին Սրբությանը ջերմորեն դիմավորեց նաև Մարսելի arczepiskopos Ժան-Մարկ Ավելինը։ Նորին Սրբության նախորդ այցը Մարսել 13 տարի առաջ է եղել։ Այդ ժամանակ հայրապետը մասնակցել է Սրբոց թարգմանչած եկեղեցու հիմնադրման 80-րդ տարեդարձի տոնակատարությանը եւ հայ եկեղեցու եվրոպական համագումարին։ Մարսելի 8-րդ թաղամասում գտնվող հայկական սրբավայրը առաջին թարգմանիչների եւ լուսավորիչների պատվին հաճախ կոչում են նաեւ Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ եկեղեցի։ Այն կառուցվել է 1920-ական թվականների վերջին։ Այդ տարիներին հազարավոր հայ գաղթականներ հասնելով Ֆրանսիա, այդ թվում Մարսել, կայք էին հաստատում այստեղ։ 6 տարվա ընթացքում Մարսելը շուրջ 60,000 հայի էր ապաստան տվել։ Տարագիր համայնքը ազգային ինքնությունը չկորցնելու համար քաղաքում եկեղեցի է կառուցել։ Այն կառուցվել է Սուրբ Էջմիածնի մայր տաճարի նմանությամբ։ Հիմնարկեքը եւ օծումը տեղի ունեցել ձեռամբ Ֆրանսիայի հայոց թեմի առաջին առաջնորդ Գրիգորիս եպիսկոպոս Բալաքյանի։ Առ այսօր Սրբոց թարգմանչած հայկական եկեղեցին Մարսել քաղաքի ճարտարապետական գեղեցիկ կոթողներից է։ Ամենայն հայոց կաթողիկոսի այցի կապակցությամբ նույն օրը ընդունելություն կազմակերպվեց Մարսելի Սահակ Մեսրոպ մշակութային կենտրոնում։ Մարսելյան այցի երկրորդ օրը դեկտեմբերի 5-ին Սուրբ Էջմիածնի միաբանների հետ Նորին Սրբությունն այցելեց համազգային դպրոց, որտեղ օրհնության խոսքով դիմեց հավաքվածներին։ Եվ հայրենիակ ժառանգության պահպանման Այդ օրը Սահակ Մեսրոպ մշակութային կենտրոնում տեղի ունեցավ վեհափառ հայրապետի եւ թեմի ծխական համայնքների հոգեվորականների եւ ներկայացուցիչների հանդիպումը։ Նորին Սրբությունն անդրադարձավ բազմաթիվ եկեղեցական հարցերի։ Երկօրյա այցով Ֆրանսիայի Մարսել քաղաքում էր գտնվում ազգից վեհափառ հայրապետը, տեղի arczepiskopos կարդինալի հրավերով Ժան-Մարկ Ավելինի եւ թեմական խորհրդի եւ իհարկե
տեղի Սրբոց թարգմանչած Մայր եկեղեցու ծխական խորհուրդների հրավերով վեհապար հայրապետը հյուրընկալվեց Մարսելի քաղաքապետի շրջանային եւ տարածքային նախագահների կողմից եւ կարող եմ ասել, որ այցելությունը պետական այցելության պես մի բան էր, որ վեհապար հայրապետին ընդունեցին, ուղեկցեցին պետական մակարդակով։ Մայրաթորի պատվիրակության համար պաշտոնական ընդունելություն էր կազմակերպվել Մարսելի arczepiskoposությունում կարդինալ Ժան-Մարկ Ավելինի հրավերով։ Այն սկսվեց նստավայրի մատուռում միասնական աղոթքով։ Պաշտոնական ճաշկերույթից հետո վեհապար հայրապետի գլխավորությամբ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունը մեկնեց Մարսելի մայր տաճար։ Նոտր-Դամ դե լա Գարդ տաճարի թանգարանում Մարսելի arczepiskoposի նախաձեռնությամբ եւ ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ բացվեց հայկական գանձեր 1511-ից 1828 թվականներ խորագիրը կրող ցուցահանդես։ Այն ներկայացնում է հայ հոգևոր մշակութային արվեստի գործեր, որոնք ստեղծվել են վերջին 3 դարերի ընթացքում։ Պատկերազարդ ձեռագրեր, ծիսական առարկաներ եւ մասնավոր հավաքածուներից բերված այլ նմուշներ։ Մարսելի մայր տաճարում կայացած ցուցահանդեսը կյանքի էր կոչվել հավաքորդների եւ սփյուռքի բարերարների համագործակցությամբ։ Նմուշների մեծ մասը Վահե Գաբրաշի եւ Ռոյ Արաքելյանի հավաքածուներից են։ Կազմակերպիչներից են ֆրանսահայ Մաքսիմ Եվատյանը եւ Մարսելի տաճարի հոգևոր հովիվ հայր Օլիվիե Սպինոզան։ Ամեն դերեն գազեն գնդակ դեսնալ քիսկեր ֆրանսայեն, իտալիայեն, ամերիկայեն ամեն դեր կդածենք եւ մեր ծնողները նահարգավ կան որ ցիկածեն ասանք դեսակ ցուցանտեսները պետք է շարունակվին պետք է յետլան որբեսի մինակ պաներուն մեջ չբահվի հայությունը պետք է դեսնա հարստություն մնե որ հայ ասկը հբարդլա եւ դեսնալով եւ չենք իրար վերջեն դեստանք ինչ պիտելա գամ մուզեի մգերտա գամ չենք իրար գիտեք այս կոլեկցիոնները դերմը գտնալ ցուցանտեսնելու համար առաջին դժվարությունն է շատ ուրախացանք որ Մաքսիմիան մեզի օգնեց եւ աստերը Նոտրդամ դե լա Գարդի մեջ գցանք ասոսանտեսնել անշուշտ աբրանքները բերել աս վիտրիններում մեջ տնել կատալոգը շնել մեկ տարի արավ շատ դժվար կորցմն է բայց կուսանք որ ավո կորցմրինք աս դժվար կորցում մեջ են գցանք դուրսելալ Օրվա երկրորդ կեսին տեղի ունեցավ տաճարի մոտ տեղադրված խաչքարերի օծումը։ Խորհրդանշական կոթողը ներկայացնում է եւ հայկական եւ լատինական խաչեր, որոնց կենտրոնում հայկական զարդանախշերով փորագրված քանդակ է։ Կոթողը մարմնավորում է արևելքի եւ արևմուտքի եկեղեցիների հոգևոր միասնությունը։ Այն վկայում է Մարսելում ցեղասպանությունից հետո ձևավորված Սփյուռքում տարագիր հայերի առաջին կանգառներից մեկում քրիստոնեական հավատի անսասանությունը։ Արարողությունից հետո Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը օրհնության խոսքով դիմեց ներկաներին։ Նորին սրբությունն իր ուրախությունը հայտնեց, որ հյուրընկալ Ֆրանսիայի վեհաշուկ տաճարներից մեկի հովանու ներքո բարձրալին միասին փառաբանելու հնարավորություն ունեցան։ Հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների անխախտ բարեկամության նշանն է նաեւ նորաոց խաչքար հուշարձանը, իբրև նոր վկայություն երկու եկեղեցիների բարեկամության, ընդգծեց վեհապար հայրապետը։ Կարդինալ Ժան-Մարկ Ավելինը նույնպես օրհնեց հավաքվածներին։ Շնորհակալություն հայտնեց հայոց հայրապետին այցելության, աղոթակից լինելու եւ բարեկամության համար։ Մի քանի օրից մենք կատարելու ենք Նոտր-Դամ դե լա Գարդ տաճարի Սուրբ Աստվածածնի վերաոսկեզոցված արձանի բացումը։ Այս կիրակի մեզ համար մեծ տոնախմբություն է։ Եվ ահա նախախնամական է, որ այդ տոնախմբությունից 2 օր առաջ այստեղ խաչքարերի միջոցով մեզ բացատրվի, թե ինչ է Նոտր-Դամ դե լա Գարդի խորհուրդը։ Խաչքարը բացատրում է, թե ինչպես է Աստվածածինը, բարեգութ մայրը միմյանց կապում բոլոր մարսելցիներին։ Խաչքարերի վրա պատկերված հայկական ու լատինական խաչերի արևելքի եւ արևմուտքի միջև դրված է կենաց ծառը պատկերող խաչքարը, որը խորհրդանշում է ողջ մարդկությունը։ Կենաց ծառի վերևում է մեծ ու փոքր գագաթներով Արարատը, որի խորհրդին հաղորդակից եղա Հայաստան իմ այցելության ընթացքում։
Ջրհեղեղից հետո մարդկության վերածնունդն սկսվեց այստեղ, ինչի վկայությունն է Նոյի տապանը, Աստծո ուխտի տապանը։ Այս խորհրդաբանությունը Արևելքի ու Արևմուտքի խորհրդանիշ խաչերով վերաբերում է նաև Սուրբ Հարությանը, որը բոլոր մարդկանց փրկությունն է։ Այստեղ գալիս են վշտի ու տառապանքի ժամանակ, գալիս են իրենց աղոթքը վեր առաքելու եւ ոտքի կանգնելու, շնորհակալություն եւ երախտագիտություն հայտնելու։ Այսօրվանից սկսած այստեղով անցնելիս մարդիկ կտեսնեն նաև տաճարի խորհուրդը բացատրող այս խաչքարերը։ Դեկտեմբերի 6-ին ավարտվեց հայրապետական այցը Ֆրանսիա։ Նորին սրբությունը եւ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունը վերադարձան Հայաստան։ Վեհափար հայրապետի ժամանումից դեռ ժամեր առաջ հարյուրավոր մարդիկ, տարբեր թեմերից եկած հոգևորականներ, հայոց հայրապետին իրենց սերն ու հավատարմությունը փոխանցելու համար եկել էին Զվարթնոց օդանավակայան։ Վեհափար հայրապետին եկել ենք մեր հավատացյալ համայնքով դիմավորելու, նախ ուզում ենք իր օրհնությունը ստանանք, իրեն բարի գալուստ մաղթենք եւ տեսնելով իր անձի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները մեր զորակցությունը հայտնենք իրեն։ Գարեգին II ամենայն հայոց հայրապետը ողջունեց եւ իր հայրական պատգամներն ու օրհնությունը բաշխեց հավաքվածներին։ Մարսել քաղաքում գտնվելով մենք տեղեկացանք ցավալի լուրի մասին, որ Արշակ Սրբազանը ձերբակալվել է անհիմն եւ շինծու մեղադրանքով։ Եվ հետո պատվիրյալ արդարադատությամբ սահմանվել է նրա համար երկամսյա կալանավորման ժամկետ։ Մենք գիտենք, որ քաջարի ոգով մեր սրբազաններ այս պարակային արդեն Արշակ արքեպիսկոպոսը եղավ 4-րդ սրբազանը, որ մեր սրբազանները աննկուն են իրենց ոգով եւ քաջաբար դիմագրավում են բոլոր դժվարությունները իրենց բաժին ընկած։ Անվեհեր հավատքով, հաստատուն հավատքով, որ արդարությունը պիտի հաղթանակի իրենց կյանքում եւ իրենք արդարացված դուրս պիտի գան, ազատ պիտի արձակվեն եւ վերադառնան եկեղեցանվեր ու ազգաշեն իրենց ծառայության։ Ամեն։ Մենք սիրելիներ, մեր եւ մեր եկեղեցականած ուղերձներում, ինչպես նաեւ կատարած հայտարարություններում բազմիցս կոչ ենք ուղղել իշխանություններին վերջ դնելու հակաեկեղեցական գործողություններին, վերջ դնելու եկեղեցականների նկատմամբ իրագործվող բռնաճնշումներին, լրացնելու նրանց արդար ձայնը, նաև հարկադրելու եկեղեցու կարգած եւ կանոնած խախտման գործողություններ կատարելու։ Հակառակ ստեղծված այսպիսի դժվարին կացության տեղ գտնող նման
եկեղեցահալած քաղաքականության մենք որպես հայրապետ հայոց եկեղեցական ազգային ժողովի կողմից դրված իշխանությամբ մեր հոգևոր դասի հետ միասին մեր Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբանության եւ թեմերում պաշտոնավարող եկեղեցականաց հետ միասին պիտի շարունակենք մեր կոչմանն ու առաքելությանը հավատարիմ մեր ծառայությունը բերել մեր ժողովրդին։ Վերջին ամիսներին բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունները, հոգևոր դասի նկատմամբ ճնշումները եկեղեցականներին չեն ընկճել։ Նրանք վստահ են, որ աղոթքով եւ միասնականությամբ հնարավոր է հաղթահարել իրենց բաժին ընկած փորձություններն ու նեղությունները։ Վստահաբար ձերբակալություններով փորձում են մեզ ճնշել, փորձում են մեզ մեր արդար ձայնը լռեցնել, բայց դա իհարկե չի ստացվելու, որովհետև եկեղեցին միշտ խոսել է, եկեղեցին միշտ պատրաստ է իր պայքարի մեջ մտնելու։ Մենք երբեք չենք վախեցել որևէ մի պայքարի մեջ մտնելուց։ Մենք պատրաստ ենք կանգնել մեր հայրապետի, մեր եկեղեցու Մայրաթոր Սուրբ Էջմիածնի կողքին։ Եվ շատ հաճախ եմ ասում, ես երբեք չեմ մասնակցի եւ չեմ մասնակցելու Մայրաթորի եւ ամենայն հայոց հայրապետի ճակերտների մեջ ասած այրունահեղության խրախճանքին երբեք չեմ մասնակցի, որովհետև սա պարզից էլ պարզ է, որ Մայրաթորը հայ առաքելական Սուրբ Եկեղեցին ցանկանում են արյունահոսեցնել, որպեսզի մենք դադարենք գոյություն ունենալ, որպեսզի մենք դադարենք մեր ձայնը բարձրացնել ամբողջ աշխարհին։ Այսօր այս պատարագի ընթերցումը Պողոս առաքյալի թղթի մեջ գրված էր, որ եթե որևէ մեկը ուզում է իրապես ապրել Քրիստոսով, փորձությունները անպակաս են լինելու այդ մարդկանց կյանքից։ Հիմա էլ փորձության շրջան է, եւ մենք էլ եղբայրներով, ողջ եկեղեցով, միաբան, ժողովուրդ, հոգևոր սպասավոր, այդ ենք ցույց տալիս ընդամենը, որ մենք հավատարիմ ենք Տիրոջ խոսքին եւ առավել եւս մեր հավատարմությամբ, մեր միաբանությամբ, մեր Տիրոջը, մեր Սուրբ Եկեղեցուն, մեր հոգևոր պետերին, մեր աջակցությունը ավելի զորեղ բան, քան աղոթքը չի կարող լինել։ Դա մեր մշտական զորությունը, դա հավատացյալին, հոգևորականին, Աստծո մարդուն սնուցող գլխավոր ուժը, երակը, աղոթքն է, եւ մենք էլ այդ երակով սնվում ենք, եւ բնական է դա ամեն մարդ պիտի կարողանա փորձությունից օգուտ քաղել։ Մենք էլ փորձում ենք այդ օգուտը քաղել, ընդամենը։ Ինչ որ միտեղ պետք է ասել, այս որակի անակնկալը այնուամենայնիվ մեզ չի վհատեցնում, ինչպես որտեղ դա սովորում ենք վեհապար Տիրոջից, չվհատվել երբևիցե, նա սիրով կրում է շատ ու շատ դժվարություններ եւ միևնույն ժամանակ քանիցս ամեն տարի քանի անգամ հանդիպելով մեզ յուրաքանչյուրից հորդորում է ել ավելի կայուն, ել ավելի ամուր մնալ հոգեվոր իրավիճակի մեջ, ավետարանի քարոզության մեջ եւ մեր ժողովրդին այդպես դարերի տեկատ ավանդությամբ հովելու մեջ։ Սա է կարևորը, որ մենք սովորել ենք եւ իմանում ենք։ Մեր բոլոր քահանա եղբայրներին, հայրերին խնդրում եւ հորդորում ենք, որպեսզի իրենք էլ ամուր հոգով բացառապես կանոնական դաշտում այս օրերին կատարյալ զսպվածություն ցուցաբերելով օրենքի դաշտում, միայն օրենքի դաշտում փորձեն իրենց ծառայությունը մատուցել։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Հայր մեր, որ եկես ես, սուրբ Եկեղեցի անունով։ Նորին սրբությունը հրաժեշտից առաջ աղոթեց հավաքվածների հետ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. Մայրաթորը խստագույնս դատապարտում է վարչապետի գլխավորությամբ իշխանությունների կողմից իրավապահ մարմինների ուժային միջամտություններով, եկեղեցական կարգ ու կանոնների, ինչպես եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենսդրության կոպիտ խախտումներով, հավատացյալների հոգեվոր զգացմունքները վիրավորելով ու պառակտում սերմանելով,
Պատարագի արարողությունների կազմակերպումը տարբեր թեմերի եկեղեցիներում։ Թեմակալ առաջնորդի հոգևոր իշխանության շրջանցումով, եկեղեցական ընկալյալ կարգի ու կանոնի անտեսումով, որևէ եպիսկոպոսի մասնակցությունը պատարագներին կանոնական կոպտագույն խախտում է, ինչը տեղի ունեցավ Շիրակի թեմի Սուրբ Աստվածածին 7 վերք առաջնորդանիստ եկեղեցում։ Դեռևս զերծ մնալով խիստ միջոցների կիրառումից, Մայրաթորը հորդորում է կանոնախախտ եպիսկոպոսներին դադարեցնել իրենց խոտոր ընթացքը եւ կեղծ ու մտածածին բովանդակությամբ հրապարակային ելույթները, վերադառնալ կանոնական դաշտ, հետևելով մեր Սուրբ եկեղեցու դարերով նվիրագործված ավանդույթներին, գործել բացառապես հոգևոր ասպարեզում եւ օրինականության ու միասնականության պահպանման բարձր գիտակցությամբ, որը եպիսկոպոսի իբրև առաքելական հաջորդականությամբ օժտված սպասավորի պարտականությունն է, կոչումը եւ առաքելությունը, ասվում է հայտարարության մեջ։ Միացնայիչ Մայր տաճարում քահանայական ձեռնադրության եւ օծման արժանացած եւ 40-օրյա պահեցողության շրջանն անցած նորաօծ եկեղեցականները Կիրակի օրը հայոց տարբեր եկեղեցիներում մատուցել են իրենց անդրանիկ պատարագը։ Օրվա ավարտին հայոց վեհարանում նրանց ընդունեց Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը։ Նորաոց քահանաներին ուղեկցում էր Մայրաթորի լուսարարապետ Տեր Անանյա վարդապետ Ծատուրյանը։ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորեց քահանա հայրերին հովական ծառայության կոչվելու առիթով եւ նրանց փոխանցեց իր հայրական պատգամնորնությունը։ Նորին սրբությունը պատգամեց նորաոցներին հաստատուն պահել իրենց ուխտը, ամեն ջանք ու ճիգ ներդնել մարդկանց հոգիներում զորացնելու հավատը, հույսն ու սերը։ Հորդորեց աննկուն մնալ եկեղեցու առջև ծառացած ներկայիս մարտահրավերների եւ դժվարությունների հանդիման, խոհեմությամբ եւ քաջաբար հաղթահարել դրանք, անձնվիրաբար ծառայել իրենց ապագա համայնքներում եւ միշտ հիշել, որ քահանայական կոչումը տերունապարգև առաքելություն է։ Առաջնորդեք ձեր հոտը եւ հավատարիմ եղեք ձեր կոչմանն ու առաքելությանը, միաբանությամբ, պատասխանատվության բարձր զգացումով կարևոր նպաստ բերեք առաքելական Մայր եկեղեցու պայծառությանը եւ հայրենիքի բարօրությանն ու առաջընթացին, ասաց վեհափառ հայրապետը։ Աստվածային կանչը լսելու, աստվածային կանչի եւ հրավեր ընդունելու, դեպի Աստված գնալու ամենակարևոր պատգամներն մեզ տալիս պետարանը։ Եվ հատկանշական էր, որ օրվա վերջում սկսեն լցված տպավորություններով առավել եւս մեկտեղվեցինք պատարագներից հետո Մայրաթոր Սուրբ Էջմիածնում եւ ընդհանուր կարծիքները, տպավորությունները, այսինքն ապրումները միմյանց պատմելուց, իրար հետ կիսվելուց հետո արդեն յուրընկալվեցինք վեհափառ հայրապետի կողմից եւ ստացանք վեհափառ հայրապետի օրհնությունը, օրհնության խոսքը, ինչը ինձ թվում է մեր եկեղեցական առումով ամեն ինչ ամբողջացվեց մեզ համար։ Շնորհակալ եմ վեհափառ հայրապետին, շնորհակալ եմ լուսավորությանը, որ այսպիսի հնարավորություն տվեց իմ ծառայությունը անցկացնելու։ Վեհափառ հայրապետը մեզ մի շրջան տվեց, որպեսզի գնանք, մի քիչ հանգստանանք, մեր մտքերով ավելի հասկանանք եւ գանք արդեն նշանակումներն անի։ Հուսով ենք կգանք վեհափառ հայրապետը կանի նշանակումներ եւ ամեն մեկս կգնանք մեր ծառայության վայրերը եւ սիրով կծառայենք մեր Աստծուն եւ մեր Մայր եկեղեցուն։ Հանդիպման վերջում Նորին սրբությունը պահպանիչ աղոթքով օրհնեց քահանաներին, նրանց ձեռած խաչեր ընծայեց եւ սուրբ հաղորդության մասնատուփ էր։ Լիաննա Չիչակյան, Հարություն Տողանյան, եկեղեցական կյանք։